Հարիկեսոր բոլորիդ շնորհակալ ենք, որ Աստված այս շաբաթալ մեզի օրը տվավ, որպեսզի միասին հավաքվենք իրենց խոսքը սերդելու։ Մենք կշարունակենք սերդել միավորելով երկինք ու երկիրը Քրիստոս Փիլիպպեցիներուն եւ Գողոսացիներուն թուղթերուն մեջ թեման։ Եվ հիմա հասած ենք գրեթե Փիլիպպեցիներուն վերջին նախավերջին գլուխն ենք, երրորդ գլուխ հասած ենք, 7-րդ Ասիգավեցիորդ հասն է։ Մեր միակույսը Քրիստոս, ասե մեր այսօրվա թեման, որ պիտի սերդենք միասին։ Սերուհեն առաջ աղոթենք, երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզ մետեր, որ քու խոսքդ մեր ցերկերոտ մեջը դված ես, ինչ տեսակ մեծ հրաշալի կանցմը ունենք Տեր, երկնավոր Հայր, կխնդրենք, որ հիմա Սուրբ Հոգին մեզի լեցնես, որովհետեւ անոր հետ գայնանք հասկանալ քու խոսքդ եւ ըմբռնել, յուրացնել մեր կյանքին մեջը քու փառքիդ համար։ Հիսուսի անունով խնդրեցինք։ Ամեն։ Ուրեմն մեր այսօրվա այս շաբթվա գարտալու դեղն էր կամ սորվելու համարն էր Փիլիպպեցիներուն 3-րդ գլուխ 10 եւ 11 համարները։ Գարտանք։ Որովհետեւ ճանչնամ Սանիգա եւ անոր հարության զորությունը անոր չարչարանքներուն հաղորդելամ։ Անոր համար գերբարանք առնելով, որովհետեւ ներելներեն հարություն հասնում։ Մեններ հարթյան հասնիմ, այո, շնորհակալ եմ։ Ավերջը, մեկ անգամ թեր գարձեմ վերջը մի գարտացվի, այո։ Որովհետեւ ճանչնամ Սանիգա եւ անոր հարությանը զորությունը ու անոր չարչարանքներուն հաղորդելամ։ Անոր մահվան գերբարանքը առնելով, որովհետեւ ներելներուն հարության հասնի։ Շնորհակալ եմ։ Կամաց պիտի սերդենք համար առ համար։ Մենք գիտենք, որ փրկությունը ինչով գլա, միայն հավատքով է։ Եվ Պողոս առաքյալը հոս կուզե ադիգա շեշտել, որ ինչպես է, որ փրկությունը հավատքով է առանց գործերու։ Իրեն ժամանակին մեջ մարդիկ կային, որ կբնթեին, որ ով որ քրիստոնյա եղավ, պետք է նաև թլփատվի։ Հատկապես հեթանոսները, երբ որ քրիստոնյա լայն պետք է թլփատվեին։ Եվ առաքելական ժողովը անիգա ասա, որ ոչ այդպես չէ, պետք չունենք թլփատվելու, երբ որ Քրիստոսին հավատքով է, որ կընդունենք, քանի որ անիգա ուխտ մներ, որ Հիսուս եկավ եւ անի լրացուց։ Հիմա հոս Պողոս առաքյալը անոր հագարակ է, որ գխոսի եւ կուզե բացատրել, թե ինչու համար հավատքը փրկությունը միայն հավատքով է։ Մենք հիմա թլփատության գայելի է խնդիրը չունենք, բայց ուրիշ խնդիրներ կան, որ մարդիկ երբեմն գխորին, որ պետք է այսին ես, պետք է այնպես ես, պետք է հոս երտաս, հոն երտաս, որպեսզի փրկություն ունենաս։ Հիմա գիտենք, որ փողոքական բարեգործ նորոգչությունը reformation անգլերենով գսեն, ճիշտ աս հարցենը սկսվավ, որ փրկությունը հավատքով է, որ մարդը ոչ մեկ բան չի գնալ անել հավատքը ընդունելու համար, անի շնորհք մնա որ Աստված մեզի գուտա։ Ուրեմն գարտանք առաջինեն երրորդ համարները։ Ասկի ետքել եղբայրներս ուրախ եղեք Տիրոջմով։ Նույն բաները ձեզի գրել ինձի ծանրություն չէ, բայց ձեզի ապահովություն է։ Զուշացեք շուներեն, զուշացեք չար մշակներեն, զուշացեք թլփատությունեն, վասնզի թլփատությունը մենք ենք, որ ոգիով Աստված կպաշտենք ու կպաշտենք Քրիստոս Հիսուսով եւ մարմինի վրա չէ վստահենք։ Այո, շնորհակալ եմ։ Technical difficulty. Merci. Ուրեմն հետաքրքիր է, Պողոս առաքյալը վայաթարնա թեմայինը, որ ասկի առաջալ կորադար, կսե ուրախ եղեք Տերոջմով։ Ուրախ եղեք կսե ոչ թե ձեր բարականերուն համար, որ դժվար բարականերուն մեջ կրնակ գտնվել, ադոր չէ։ Բայց ամեն ադեն ասկի առաջ ասել, ամեն ադեն ուրախ եղեք, հիմա նորեն կգտնե, ուրախ եղեք ինչով Տերոջմով։ Ինչու համար պետք է ուրախ լանք Տերոջմով։ Քանի որ դեր ունենք։ Ինչ ալլա դժվարությունը, մենք մեզի հետ քալող մեկ ունենք, մեզի հոգ տանող ունենք, մեզի համար հոգադար ունենք, որ ամեն բան գիտե եւ ամեն բան կրնա անել, եւ ադոր համար դերոջ համար պետք է ուրախ լանք։
Ուրեմն մեր վստահությունը Քրիստոսի վրա է, այլ ոչ թե մեր վրա։ Մենք մեր ուժով ուրախ չենք կնալ, բամը չենք կնանել, քանի որ ուրիշ տեղ մգսե կբարձենամ Հիսուս Քրիստոսով, որ մարմնի վրա վստահություն չունիմ։ Երեք անգամ զսկուշացեք փառը հոս հիմա կներկայացնե։ Գսկուշացնե։ Ուրիշ տեղ ասանք բամը չի գա, միայն հոս կզսկուշացնե։ Հետաքրքիր է ինչու համար։ Երեք առանցին հիմնախնդիրներ կան։ Կեղծ ուսուցիչներ, որոնք տարբեր ցևերով մեջտեղ կան։ Զսկուսացեք շուներ են, այսինքն սխալ վարդապետություններ են։ Աստծո խոսքեն դուրս եղող խոսքեր են։ Չար մշակներ են, անոնք ովքեր որ ներս կմտնան եւ կսեցեր ուրախությունը գուզեն առնել ցեզ մե, ուրախությունը որ Քրիստոս մեզի բերավ։ Որպես հեթանոս մենք գրավաշտական բաներ ունեինք, խորհուրդներ ունեինք, բայց հիմա Քրիստոս եկավ եւ մեզի մաքրեց ադոնս մե։ Սատանայական բոլոր հնարքներն ասվ Հիսուս մաքրեց։ Ադո հետո մենք ուրախ պետք է լինենք։ Ուրեմն շուն փառը երբեմն գսե կներկայացնե չար կամ ոչ կրոնավոր մարդկանց։ Կեղծ ուսուցիչները նույնպես կհամապատասխանել որպես չար մշակներ, անոնց անվայելով մարմինի խեղողներ, Ֆիլիպեցիներուն մեջ գսե։ Ինչպես որ Ֆիլիպեի մեջ, Քաղատիայի մեջ ուրիշ տեղեր ալ հավատացյալներ կային, որ ինչպես ասենք որ կբարձրացրեին թլփատությունը եւ այսօր հագարակ է որ կգրե։ Հետաքրքիրն է, որ հոգևոր մարդահրավերները, այդ թվում գեղձ ուսմունքներով դարասման թեմ պայքարի լուծումները ասիկա լուծելու համար մեկը պետք է դերոշմով ուրախ լա։ Այսինքն խնդիրը ունես որ պիտի լուծես, դերոշմով ուրախ լալու ինչպես կաս խնդիրը լուծել, երբեմն չես հասկանում ինչպես կնալան։ Բայց երբ որ դու դերոշմով ուրախանաս, կնշանակի որ դու Աստծո վրա կվստահես, իրեն կխնդրես, իրեն արջերը կխոնարհես, եւ գիտես որ ինքը քո աղոթքը պիտի պատասխանե։ Եվ անանգով բոլոր խնդիրներդ կլուծվին։ Տերոշմով ուրախ լալը ամեն ադեն ուրախ սիրտ ունենալ, ինչպես որ գսե ուրախ սիրտը տեղի պես օգտակար է, ամեն բանի համար լավ է, երբ որ Աստծո հետ ուրախություն ունենք։ Քանի մտեղեր ունենք որ պիտի գարտանք հիմա, որ գսե տարբեր բաներում մեջ թե ինչպես պետք է ուրախ լանք։ Աստծո խոսքը ամեն տեղ նույն message ունի։ Նույն պատկամ ունի, այո։ Ուրեմն գարտանք Սաղմոս 31:7-ը, նայենք որ Աստծո ողորմությունը ինչ տեսակ ուրախություն կբերի մեզի։ Սաղմոս 31:7-ը։ Մաման ունի գարտեմ։ Նա, մեկ բակեն, այո, 31:7-ը։ Այո։ Ողորմությունովդ պիտի ծնծամ եւ ուրախ ելամ, վասնզի իմ դժվարությունս դեսար, իմ դարավանքներս քիծար։ Ուրեմն ողորմության մեջ, Աստծո ողորմության մեջ ուրախություն կա։ Դժվարության մեջ կսե դեսար, ինձ ողորմություն, իրան ինձ ուրախություն բերավ։ Երկրորդ տեղը 5:11, Սաղմոս 5:11։ Այս բոլոր քեզի հուսացողները թող ուրախ լինեն։ Հավիտյան թող ծնծան, վասնզի տուն զանոնք կպաշտպանես, եւ քո անունը ծիրողները թող քեզնով զվարճանան։ Երեք տեսակ կսե, ուրախանալ, ծնծալ, զվարճանալ, անոնք ովքեր որ Տերոջի անունը գիտեն եւ անոնց վրա վստահություն ունին։ Այո, ինքը կսիրեն, օքեյ, փրկության օրհնություններն համար Սաղմոս 9:14 Որբեսի ու բոլոր օրհնությունները պատմեմ Սիոնի աղջկան թռներուն մեջ, իրի ծնծամ ու փրկությունովդ։ Okay, ուրեմն Աստծո օրհնությունները երբ որ կստանաս, կծնծաս, Սիոնի աղջիկը թող ծնծա գսե, քանի որ քո օրհնությունները ստացա։ Վերջը մեկ հատ կա, Սաղմոս 119-162 Ես կծնծամ քո խոսքերով շատ ավար գտնողի պես։
Աստծո խոսքովը գծնձա եւ Եսայի 58-ը Եթե շաբաթը իմ սուրբ օրս քու ցանկությունը կատարել է ոտքը դարձնես, ու շաբաթը քու զվարճությունը եւ Տերոջը նվիրված օրը պատվական անվանես, զանիկա պատվես ու ճամփաներուդ չերերելով, ու ցանկությունը չկատարելով ու բարակ խոսք չխոսելով, այն ատեն Տերոջմո պիտի ուրախանաս։ Ես երկրի բարձր տեղերը պիտի հանեմ, քու հորդ Հակոբին ժառանգությունը քեզի պիտի կերծնեմ, թե անքանսի Տերոջը բերանը խոսեց։ Այո, շնորհակալ եմ։ Գրեստակ որ հոս շաբաթը բահելուն ուրախությունը ներառյալ ասամեն բաներու հետ միասին վստահությունը ողորմությունը ստանալը, օրհնություն ունենալը, օրենքը բահելը եւ ներառյալ շաբաթը ուրախ լալու համար։ Շաբաթը քու զվարճությունը կսեն պատվական անվանես։ Եվ վերջապես սա Առագած 23, 24 եւ 25 Նաև անալեն վերջին աղբասյունը վիսե, որ Տերոջը բերանը խոսեցա։ Այո, Ոչ որ մարգարետ խոսեցա։ Տերոջը բերանը խոսեցա։ այո, Առագած 23, 24, այո, Արտարին հայրը շատ բիլի ծնծա, մասնուն զավակ ծնանող անոր համար բիլի ուրախանա։ այո, Որ քու հայրդ ու մայրդ քու վրատ ուրախանան, ու քեզ ծնանող թող ծնծա։ ուրեմն արդար երեխաներ ունենալով ծնող կուրախանա, իրականություն է անիկա։ Ուրեմն Աստծո խոսքը մեզի ուրախության համար է, Աստված կուզե որ մենք ուրախ լանք։ Աստված ոչ մեկտեղ չսե որ մենք դխուր սուկի մեջ լանք, né, ինչպես որ ես այսօր սուկի մեջ լալով նորից ես Աստծով ուրախ կրնամ լալ, քանի որ Աստծո վրա հույս ունիմ։ Հույսս Աստծո վրա է։ Կյանքը գնա դժվար լալ ամենուս համար, անկախ թե գործերը որքանով լավ գլթանան այդ ժամանակ։ Ասվարգյանին լավ ես կամ լավ չես։ Գնա դժվար լալ ամեն մարդ կինա ադոր մեջ են։ Բայց ուրեմն պետք է ուրախ լանք։ Ինչը կխանգարե որ մենք ուրախ լանք։ Սադանան։ Մեղքը, այո։ Մեղքը։ Անսասիրությունը խանգարե որ ուրախ լանք։ Ուրեմն առաջ երթալու համար Պողոս Արաքյանին անցյալ կյանքը մարդիկ կան որ հատկապես քրիստոնյաներ հոգևորները գսեն որ իմ կյանքս Քրիստոս է առաջ եւ Քրիստոս է վերջ։ Չդագ է, աբաշխարել ես առաջ ես աստեսակ մեկն էի, աբաշխարել ես վերջ ես աստեսակ մեկը եղա։ Հիսուս ինձ այսպես ըրավ։ Պողոս Արաքյանը նույնը գսե։ Պողոս Արաքյանը իրեն անցյալ կյանքը եւ ներկա կյանքը իրար հետ կհամեմատե Ֆիլիպպեսյան 3-րդ գլխուն մեջը Երբեմն մենք կսենք որ մարդիկ որ քրիստոնյա չեն, աս մարդը շատ լավ մարդ է, բայց լավ մարդ է, բայց լավ մարդ է։ Քրիստոնյա չէ, բայց լավ մարդ է գսենք։ Բայց երբ որ Աստծո խոսք գարտանք, նույնիսկ քրիստոնյան համար լավ չէ, լավ մարդ է չսվի։ Քանի մենք բոլորս Աստծո ողորմությանը եւ ներողամությանը պետք ունենք։ Այսինքն Աստծո չափանիշով նայես թե լավ մեկը չի գա, մեկ հատ չի գա, գսե մեկ հատ գսե դղամարդ 1001 դղամարդոց մեջ մեկ հատ կդա, դիալ Հիսուսի համար գսե, որ լավ մեկը կդա, այո։ Հիմա Պողոս Արաքյալը գսե որ ինքը ուրեմն գարտանք ասանք 4 եւ 6-ը 4-ն 6-ը Ֆիլիպպեցիս 3-րդ գլուխ 4-ն 4-ն 6 համարները Գարտա ով որ փածա ունի 3-րդ գլուխ 4-րդ եւ 6-րդ համարները Եվ ես ամեն վստահություն ունի մարմնի վրա, եթե ուրիշ մեկը կարծե թե վստահություն ունի մարմնի վրա, ալավելի ես ուտը օրվան տալպատված Իսրայելի ասկեն, Բենյամինի ցեղեն եբրայեցիներեն օրենքով նայելով իպեցի Նախանցախնդիր լալու կողման է
եկեղեցի գահալացեի օրենքի արտարությանը կողմաներ անարատ էի։ Շնորհակալ եմ։ Ուրեմն հո սկսե որ ինքը որչափ լավ ընտանիք է եկած է, որչափ լավ ցեղ է եկած է, ինքը գկով է որ լավ դերեմ է եկած է եւ գսե օրենքին նաեւ փարիսեցի, այսինքն գադարյալ։ Ամեն օրենքին, ամեն ըրածը ըսածը կգադարեր։ Բայց կտեսնանք որ հոս ասի իրեն խանգարեր է, այս ամենը լավ ըրած գործերը որ լավ է քեզ չէ, բայց խանգարած են իրեն Կուրսուցած են իրեն տեսնալու Քրիստոսի գարիքը, որ ինքը Աստծո գարիքը ունի, Քրիստոսի փրկության գարիքը ունի։ Ուրեմն աչափ ախնդախացախնդիր է օրենքին հանդեպ, որ գահալաձեր ունիսկ եկեղեցին։ Կխորեր, որ անիգա հրեական ապրելակերպին սպառնացող վտանգ մներ։ Ուրեմն վերջապես կտեսնա, որ ինքը առանց Քրիստոսի ինքը թադաբարդված է։ Օրենքի առաջ օրենքով չի գնար ինքը ազատել։ Ուրեմն հաջորդը, որ կշարունակենք 7-ը եւ 8-ը երրորդ գլուխ 7-րդ եւ 8-րդ համարը։ Բայց ինչ որ ինձ շահ էր, զամիկա Քրիստոսի համար բնաս կսեփվի։ Եվ Իրան բոլոր բաներն ալ վնաս կսեփվի իմ Տիրոջս Քրիստոս Հիսուսին, երազանց գիտությանը համար, որուն համար ամեն բան զրկվեցավ եւ ազատություն աղտեղություն որպեսզի Քրիստոսը շահի։ Աղտեղություն կսեպեմ, այսինքն կորուստը աղբի պես բամը կսեպեմ ամեն լավ բան, որ ես կխորեի, որ ունիմ։ Ինչ որ ինձ շահ էր, անիգա Աստծո համար վնասեցի։ Ուրեմն երկու տեսակ արժեք կա, աշխարհային արժեքը եւ երկնային արժեքը։ Եվ երբ որ ինքը վերջապես հասկացավ երկնային արժեքը, տեսավ որ աշխարհային արժեքը պարապամն է, վնաս է իրեն, աշխարհի վրա ունեցածը իրեն համար վնաս է։ Հոգևոր հաշվեկշիռ մըրավ, տեսավ որ երկինքը եղողը ավելի կարևոր է։ Ուրեմն այն գսե ով որ իջած էր երկինքեն գրնախոսին երկինքի մասին։ Եվ ճիշտ ներկայացնել այն բաները, որոնք կցևավորեն երկինքի արժույթը, որոնց անով վրա դրված է պատկեր եւ արձանագրություն, այսինքն Աստծո պատկեր եւ արձանագրություն։ Ան գիտե այն վտանգը, այսինքն Հիսուս գիտե այն վտանգը, որի մեջ կգտնվեն անոնք, որոնց ան եկած է բարձրացնելու նվաստացում են եւ դեղ դալու իր քահին հովը։ Այն ցույց կտա այն վտանգը, որի մեջ կգտնվեն իրենց ուշադրությունը կենտրոնացնելով անօգուտ եւ վտանգավոր առարկաներու վրա։ Անքը ցկտե միտքը երկրային են, երկրի վրա եղողներն հեռացնել թեպի երկնայինը, երկինքի վրա եղողները, որովհետեւ ժամանակ տաղանդ եւ հնարավորություն չի վատնենք այն բաների վրա, որոնք միանգամայն ունայն են։ Դեռ մգսե որ մրցողները շատ են գմրցեն, բայց վերջապես մրցանակը առնելու համար գմրցեն։ Չլա որ գսե բարապտեղը մրցանակին երթաս, վազես բարապտեղը, որ մրցանակը չառնես։ Այսինքն մենք չլա որ կյանքը ապրես եւ առանց Քրիստոսի վերջավորություն այդ կյանքը բարաբի երթա։ Ասի է իրեն ասածը։ Չէ, այո։ Առաջին տարի հութայականության աշխարհին մեջը Բողոսը գսե արաքորեն բարձրացող աստղ մներ։ Մինչև որ Դամասկոսի ջամփան փառավորվեցավ Հիսուսի դեսիլքեն ներողություն, ճանապարհին վրան փառավորյալ Հիսուսի դեսքեն գուրացավ։ Անոր հոգևոր տեսողությունը շտկվեցավ, սկսավ հստակ տեսնել։ Ուրեմն աչքերը գուրցան, բայց հոգևոր տեսողությունը շտկվեցավ։ Այսինքն Հիսուսը ջանցավ։ Մինչ այդ շատ լավ էր, լավ ցեղ է եկած էր, լավ ընտանիք է եկած էր, շատ փարիսեցի էր, շատ գադարյալ էր իրեն կորձին մեջ, ամեն բան լավ գներ, բայց Հիսուսը չուներ։ Գույր էր։ Բայց երբ որ Հիսուս երևցավ եւ ինքը գուրցավ անոր փայլեն, այն ադենը խելքը գլուխը եկավ գսեն։ Շիդագը սկսավ հաստա որ իրեն Քրիստոս պետք է, ուրիշ մեկը չէ։ Մեզի ամիան Քրիստոս պետք է։ Ինչի գրնա ավելի արժեքավոր լալ քան հավերական կյանքը։ Շատ անգամ գվազենք, բայց ինչու համար հավերական կյանք մի չունենանքն է, ինչ օգուտ ունի մեր կյանքը, քանի դարի կուզես ապրել։ Աշխարհիկ արժեքները շատերուն գգուրցնեն, որովհետեւ չտեսնեն այն իրականությունը։
Մեկը ուսումի յետևեն գվազը, մեկը տրամ յետևե գվազը, մեկը դրագ յետևե գվազը, մեկը խմիչք յետևե գվազը, մեկը սիգարետ յետևե գվազը, մեկը սերային հարաբերություն յետևե գվազը։ Հա, սեր գուզե գտնալ, բայց չի գտնար։ Ամեն մեկը բանը յետևե գվազը, բայց Հիսուս կսե որ իմ յետևես եկուր, Հիսուսի յետևե երտանք, այն ադե որ իրականությունը կգտնանք, համ հոս, համ երկնայինի վրա։ Կսե աշխարհը գնա մեզի գործնել հոգևոր ճշմարտություններ եւ իսկապես կարեւորի նկատմամբ, որն է մեր աչքերը կենտրոնացած պահելու փանալին, այն ամենու վրա ինչը իսկապես կարեւոր է։ Աստծո գիտությունը, Աստծո մասին գիտնալը ոչ միայն գիտնալը չի բավեր, այլ նվիրվելը։ Ուրեմն հոս չգործընծենք այդ հիմնական միտքը, որ Դամասկոսի ջամփուն վրան փոփոխության մեկ հրաշալի փորձառություն ունեցավ ինքը, օրենքի վրա հիմնված իր կյանքը փոխարինեցավ Քրիստոսի ներկայության հետ, որովհետեւ Քրիստոսը շայմ եւ անոր մեջ գտնվիմ։ Հիսուսի մեջ գտնվիմ, Հիսուսի մեջ ըլլամ։ Վերջին է որ Հիսուսին զիգոկն է օրենքը բահել։ Չսե որ օրենքը մեկ կողմ թրավ։ Այդ օրենքը չէր որ գնար փրկել, նախ որ փրկվիս, վերջն է որ գնաս անիկա բահել կամ գնաս կոզածրել կյանքիդ մեջը։ Քրիստոսի մեջ գտնվել կներառե փրկության ծրագրի բոլոր փաղկացուցիչները, սկսած մեր հոգևոր բանականության, այսինքն իմաստության զարթոնքեն, որ արթնցանք, որ Հիսուսը պետք ունենք, հավատքով արդարացում են, արդարություն, որ Հիսուսը ընդունեցինք, երկինքի համար պատրաստվել են, որ կսրբագործվենք։ Ամեն օր պետք է ապաշխարենք, ամեն օր պետք է սրբագործվենք երկինքի պատրաստվելու համար։ Եվ վերջապես Հիսուսի երկրորդ քայլության ժամանակ փառավորվել են։ Վերջապես կփրկակնվենք մենք։ Աս փուլերը գանցնենք մենք։ Փրկությունը Քրիստոսի կորզն է, սկիզբեն մինչև վերջ, մեզի համար եւ մեր մեջ։ Այսպիսով ցերկ բերելով Քրիստոսին, մենք կունենանք այն ամենը, ինչի գարիք ունենք։ Երբ որ խնդիր մգա միտքիդ մեջը եւ կսկսես դադամվել, կգասկածես որ մեկն է շիդակ ճամփան երթալու, երբ որ Աստծո խոսքը գարտած քեզ շիդակ ճամփուն վրան գտնե։ Քուսիդից քեզ շիդակ ճամփուն վրա չի տներ։ Քուսորվազա քեզ շիդակ ճամփուն վրա չի տներ։ Ոչ ալ քու քովդ եղող ժողովուրդը կամ քու հասարակությունը։ Անոնք քեզ զման դարբեր բան կրնան ասել։ Բայց երբ որ այդ խնդրիդ մասին Աստծո գուքաս կգարտաս, Սուրբ Գիրքը քեզի գսե որ ինչ ճամփայով երթաս։ Շիդակ ճամփան Աստված մեզի գուտա։ Ինչպես որ Պողոսը հասկացավ, որ սեփական արդարություն ունենալը իրական արդարություն չէ։ Ես ինձ մե որչապալ արդար ըլլամ, հոգիս ներսը արդար չեմ։ Քայ որ օրենքը չի գնար անոնց կյանք տալ, այն միայն գնա Քրիստոսի հավատքի միջոցով, եւ ոչ թե բարձրապես ցանկացած հավատք, ի վերջո թևենալ կհավատան։ Գիտեք, Սալանալ կհավատա որ Քրիստոս կա, Աստված կա, բայց ինչ օգուտ ունի դեն։ Մենք պետք է լման հավատանք եւ լման հնազանդվենք։ Այսքան հավատարիմ ըլլանք Աստծո։ 9-րդ համարը ու իր մեջ գտնվում ոչ թե իմ արդարությունը ունենամ, որ օրենքեն է, հապա Քրիստոսին հավատքով եղած արդարությունը, որ Աստծո է հավատքով։ Այո, արդեն անդիգա հիմա խոսեցանք անոր մասին։ Կարդանք 10-րդ 10-16-ը։ Որպես իզի ճանչնա Զանիգա եւ անոր հարությանը զորությունը ու անոր չարչարանքներուն հաղորդելան։ Անոր մահվան գերբարանքը առնելով, որբեսի մերելներուն հարությանը հասնեմ։ Շարունակե 10-րդ մինչև 16։ Ոչ թե ես արդեն արել եմ, կամ արդեն գադարյալ եղել եմ, հաբա յետևեն ինգած եմ, որ փրնեմ մրցանակը, որուն համարալ փրնվեցա Քրիստոս Հիսուսեն։ Եղբայրներ, ես չեմ սեբեր թե փրնել եմ, բայց հիշեցնեմ թե յետևի եղածները մորցած եմ ու արջևի եղածներուն գտիմեմ։ Այո, երկու համարթեր։ Նպատակ
նպատակը գիտելով դեպի Քրիստոս Հիսուսով եղած Աստծո վերին գոչումին մրցանակին գվազեն։ Ուստի մենք ամենքս որ կատարյալ ենք, ասիգա խորհինք, եւ եթե բանը ուրիշ կերպով խորհելու ըլլանք, զանալ Աստված ցեզի պիտի հայտնե։ Միայն թե ինչ աստիճանի որ հասել ենք, նույն կանոնին համեմատ քալենք, նույն խորհուրդը ունենանք։ Շնորհակալ եմ, այդ չափը կփավե։ Ուրեմն ճաշնալ անոր հարության զորությունը գսեոր։ Որովհետեւ ճաշնամ զանիկա անոր հարության զորությունը։ Անգասկած որ չկա Քրիստոսի ճաշնային ավելի կարևոր բան, ինչը որ գերաշխավոր է, ով որ գճաշնա խոստովան է հոր արչի, վեսալ անիկա պիտի խոստամ իմ հորս արչև, շտակ է։ Մենք չենք կնալ Քրիստոսի ճաշնալ թե մարդեմ, ինչպես առաքյալների դեպքում, բայց կրնանք իրեն խոսքը գարտալով հավատալ եւ նույն խորհուրդները, նույն հավատքը Աստված մեր մեջ գտնե։ Կայմը Սուրբ Հոգին ասա որ երբ կերտամ ցեզի Սուրբ Հոգին գղրգեմ, Սուրբ Հոգին ցեզի վիսորվեցնե, եւ Սուրբ Հոգին երբ որ գխնդրենք, անիկա գսե ինչպես զավակդ քեզ մե հաց կուզետուն իրեն գուդաս, քարմը գուդաս, երբ որ թուն ասում է Սուրբ Հոգին գխնդրես քեզի ուրախությունով եւ սիրով Սուրբ Հոգին գուդա Աստված։ Ոչ չափ որ գճաշտանք անոր, այնքան ավելի գմոդենանք իրեն, քանի որ գսկանք անոր հարության զորությունը։ Մտերմա երրորդ ուղին կհետևենք անոր նպատակներուն։ Ինչ է այդ նպատակը։ Մրցավազքի եզրափակիչ գիծ։ Հիսուս Քրիստոսով թեպի վեր երկինք Աստծո կողմեն գոչվելու մրցանակ։ Մեր վերջին մրցանակը երկինքի թագավորությունն է։ Աստված մեծ կհրավիր է ստալ այն նույն երբ երկնային բարգևը հավերժական կյանքը։ Անշուշտ թե չենք հասած դրանոր, մենք լիովը գադայրալ չենք կլար այնքան ժամանակ միջև մեր խոնար մարմինը չվերափոխվի իր փառավոր մարմնին նմանությամբ, բայց ճանչնալով Քրիստոսի եւ ամեն օր մեր կյանքը հրավիրելով իրեն ներկայությունը մենք կցկտենք դեպի այդ նպատակը։ Մեր միակ կենտրոնացումը արժեւի եղող բաներն են, այն երկնային մրցանակը, որը կսպասե մեզի։ Այսինքն վազորդը ամբողջովին կենտրոնացած նպատակի վրա, անգլարը իր յուրաքանչյուր մգանը կմղվի արժև հասնելու վերջնակիցին։ Finish line։ Ադոր պիտի հասնենք։ Հարցը այս է, ինչու դերոջի հետ քայլելու ընթացքում այդքան կարևոր է ետ չնայել։ Գիտեք դեռ գսե ով որ իր ցերկը խոփի վրա գտնի ետ գնա ինձ արժանի չէ։ Ինչու համար գսե երբ որ երիտասարդ էի։ Մեկ ետ մը գնայի որ ինչ կա որ յանի։ Չէ, ետ չնայել, կոնե ծեր մեղքեն եծաղողումներուն, այլ անոր փոխային նայել արջև թեպի այն բան ինչ խոստացված է հիմա Քրիստոսի մեջ։ Երբ որ ետ կնայես, ցանան քեզի կխափե, բայց երբ որ Հիսուսի գնայես, միշտ արջև գնաս, Հիսուս միշտ քո արջևը դե։ Եդևը ցանան գա աշխարհը գա, Հիսուս արջևը դե, անոր համար։ Վերջացնելու համար ան ով գցանգա գերդել ամուր եւ համաչափ բնավորություն, այն ով գցանգա լալ հիանալորեն հավասարակշռված քրիստոնյա պետք է ամեն ինչ տա եւ ամեն ինչ ընե հանուն Քրիստոսի կայմը փրկիչը չի ընդունել երերուն եւ երգատված ծառայություն։ Երկու դերոջ չեն կնալ ծառայել։ Ամեն օր մենք մեզի չեն կնալ ծառայել եւ Աստծո ծառայել։ Մենք միայն Աստծո կնանք ծառայել։ Ամեն օր պետք է սորվի անձնազոհություն, անձնազոհության եւ նվիրապերման իմաստը։ Այն պետք է ուսումնասիրել Աստծո խոսքը։ Սորվի անոր իմաստը եւ հնազանդվի անոր բادرանքներուն։ Այսպիսով այն կրնա հասնել քրիստոնեական գերազանցության չափանիշին։ Օր-օրի Աստված կաշխատի անոր հետ կատարելակերձելու բնավորությունը, ամեն օր բնավորություն կկատարելակերձվի, որպեսզի կրնաս թիմագայել վերջին փորձյան ժամանակ։ Եվ օր-օրի հավատացյալը մարդկանց եւ վեշտակներու առջև իրականացնել մեկ վեհ փորձ ցույց տալով թե ինչ կրնա անել ավետարան ընկած մարդկության համար։ Անոնք ովքեր որ կսպասեն Փեսայի քալոստին պետք է մարդկանց ասեն ահա ծեր Աստվածը։ Ողորմության լույսի վերջին ջարակայթները աշխարհին դրվող ողորմության վերջին լուրը անոր սիրո բնավորության հայտնությունն է։ Աստծո զավակները պետք է հրճագեն Աստծո փառքը եւ իրենց սեփական կյանքով եւ բնավորությամբ անոնք պետք է հայտնեն թե ինչ եղած է Աստծո շնորհքը իրենց համար։ Ամենամեծ վկայությունը քու վկայությունը Աստված քեզ համար ինչ եղավ։ Արդարության արեկագի լույսը պետք է փայլի բարի կորձերով,
ճշմարտության խոսքերով եւ սրբության գործերով։ Աստվածտա որ գայնանք իրեն խոսքին մեջը հաստատ կենալ մինչև վերջը։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մինչև հաջորդ հանդիպում։ Ամեն։